Հիմա դուք կտեսնեք ինչպես է ձևավորվում գայլերի ոհմակը։ Ամենահետաքրքիրն այն է, որ առաջնորդը առջևում չէ։ Ոհմակը գլխավորող 3 գայլերը նկատելիորեն ավելի խոշոր են, բայց ով կարող էր մտածել, որ նրանք ամենաթույլերն են։ Նրանք ամենածերերը կամ ամենահիվանդներն են և գնում են առջևում, թելադրելով բոլորի շարժման արագությունը։ Դա նրանց թույլ է տալիս հետ չմնալ ոհմակից։ Իրական ուժը երկրորդ շարքում է։ Այնտեղ են երիտասարդ ու ուժեղ գայլերը։ Նրանք արագ են արձագանքում և ամենակատաղիներն են։ Հարձակման դեպքում նրանք կպաշտպանեն կռվի մեջ մտած ծեր գայլերին։ Հետո գալիս է երրորդ շարքը։ Այնտեղ ոհմակի կանայք ու ձագերն են։ Նրանք շատ ուժեղ չեն, բայց ապագան նրանցից է կախված, և դրա համար նրանք քայլում են մոտավորապես կենտրոնում, որտեղ ամենաապահովն է։ Հաջորդը չորրորդ շարքն է։ Այնտեղի գայլերը նույնքան ուժեղ են, որքան երկրորդ մասում։ Նրանց հիմնական պարտականությունը հսկելն է։ Սա հանճարեղ կառուցվածք է, որովհետև եթե հանկարծակի հարձակումը լինի հետևից, կանայք ու ձագերը մնում են ապահով։ Սա նաև ժամանակ է տալիս ոհմակի մյուս գայլերին արձագանքելու և օգնություն ցուցաբերելու համար։ Վերջապես երևում է միայնակ գայլը, որը քայլում է ոհմակից հեռու, և ինչպես արդեն կռահեցիք, դա հենց առաջնորդն է։ Նա միշտ հոգ է տանում ոհմակի մասին և առաջնորդում է նրան։ Նմանացնում եք գայլերի այս վարքագիծը մարդկանց վարքագծին։ Գրեք մեկնաբանություններում և միացեք Special Motive Army 35000-անոց թիմին։